Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին 3 բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր։ Ինչու է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիջի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո Նիկոլի Արամ, Փաշինյանին հավատարմության համար։ Չնայած ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է, չխոշելով անգամ եռաբլուրում որդեկորույս մայրերին քաշ տալու հրահանգից։ Ըստ համակարգի աղբյուրների նրան ազատելու հիմքեր վաղուց կային եւ շատ էին։ Մեկն իր որդին էր։ Դեռ մի քանի տարի առաջ ներտնտեսագետ ավագ որդուն Կարլենի Մասիսի մռուի պետ էր դարձրել առանց մասնագիտական կրթության։ Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս եւ քրեական վարույթ է հարուցվել։ Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ։ Իբրև թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սևանի ճանապարհը փակելու գործը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սևանի կառավարական ամառանոցում։ Ասում են, թե շատ է ջանք դրել, շուտ է փակել ճանապարհը եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տևական ազդանշաններով ողջունել են նրան։ Բացի այդ, ողջ Երևանը ողողված էր շնորհավոր Քեռի Նիկոլ եւ չենք վստահում մակագրության պաստառներով։ Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել։ Հավանաբար Փաշինյանը հենց այնտեղ է ասել՝ դիմումդ գրի։ Նրան կփոխարինի լորվա մարզպետ Արամ Ղազարյանը։